կարող ասեմ, համենայն դեպս այն կարող նշեմ, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը տեղահանումից առաջի օրվանից սկսած իր մասնագիտական գործունեությամբ էր զբաղվում եւ բարձրաձայնում էր արցախցիների իրավունքների, արցախցիների առօրյա խնդիրների եւ Արցախի վերադարձի մասին եւ իր գործունեության համար այսօր ապօրինի ձերբակալվել էր եւ նույն 3 ականատես եղաք, որ Արսեն Թորոսյանը խոսելով այդ շարժումների մասին նաև որակում տվեց, որ արցախցիները Երևանում Արցախյան շարժում են սկսում եւ դրան հաջորդեց նաև այս ձերբակալությունը։ Մեր համոզմամբ դա հերթական ճնշումներն է նաև հենց արցախայության մասով, որոնք ինչպես գիտեք արդեն նաև հայտարարել ենք եւ 3 հարցազրույցում նաև Դավիթ Գալստյանն է նշում, որ հանրահավաքի եւելի մեր իրավունքների մասով եւ դա հերթական քայլներ լրացնելու նաև արցախցիների ձայնը խոսքի իրավունքը։ Դուք բավականին ակտիվ եք, զբաղվում եք արցախահայերի իրավունքների պաշտպանությամբ, սա որևէ կերպ կարող է նաև ձեր ակտիվ գործունեության վրա ազդել, այսինքն ձեզ որևէ կերպ վախեցնի։ Ընդհանրապես մենք ավելի վճռական ենք եւ սա ավելի է համախմբվելու, ինչպես գիտեք մենք խորհուրդ հայտարարել էր, որ արցախցիների իրավունքների հարցը դա դասնում ենք համահայկական օրակարգ եւ դուք ականատես կլինեք մենք որ ավելի վճռական ենք լինելու եւ վստահ ենք, որ մեր հայտարարված հանրահավաքի օրը իրականում այդ Արցախի շուրջ այդ համախմբումը լինելու է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։